Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Զի խնդրեք ըստ կենդանին ընդմեռյալս, չէ աստ այլ հարյավ։ Ինչու եք փնտրում ողջին մեռելների մեջ, այստեղ չէ, այլ հարություն առավ։ Գերաշնորհ Սրբազան հայր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր հայ առաքելական մեր Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնի ճրագալույցը։ Մեծ պահքի շրջանն անցանք, ավագ շաբաթով Տիրոջ հետ քայլեցինք եւ տնօրինական վերջին շաբաթի խորհուրդների միջով անցանք եւ ահա հասել ենք Սուրբ Հարության հանգրվանին։ Մեզ համար այսօր 21-րդ դարում Քրիստոսի Հարության լուրը իր խաչելությունից հետո թվում է բնական, բայց առաջին դարում առաքյալների շրջանում, Քրիստոսի հետևորդների շրջանում խաչելության իրականությունը բոլոր հույսերի, բոլոր սպասումների ձախողում էր։ Խաչելության իրականությունը այսօր 21-րդ դարում մենք այդպիսի ողբերգական, այդպիսի ճակատագրական չենք ընկալում, ինչպես որ ընկալեցին աշակերտները եւ Քրիստոսին հետևորդ բազմությունը։ Բայց ինչպես նաեւ Հարության տոնը այսօր 21-րդ դարում մենք ոչ այդպիսի ցնծությամբ ենք ընդունում, ինչպես որ ընդունում էին եւ ընդունեցին առաքյալները եւ Քրիստոսի հետևորդները։ Ուրեմն սիրելիներ, այս դարերի ընթացքում մեր զգացողությունները բթացել են եւ մենք ճշմարտապես ոչ խաչելության ցավն ենք ապրում, ոչ էլ հարության ուրախությունը։ Բայց մենք կոչված ենք այդ ճանապարհը վերստին ու վերստին անցնել եւ հասնել այն կատարյալ զգացողությանն ու կատարյալ ապրումին, որ աշակերտները եւ Քրիստոսի հետևորդները ապրեցին խաչելության ողբերգությամբ եւ հարության փառավոր հաղթանակով։ Որպեսզի մեր զգացողությունները մի փոքր մոտենան Քրիստոսի հետ շրջող մարդկանց զգացողություններին եւ ապրումներին, պիտի փորձենք այսօր նորից վերապրել, վերհիշել այն ինչ որ տեղի էր ունեցել։ Ինչպես արդեն ասացի, սիրելիներ, խաչելության իրականությունը առաքյալների եւ Քրիստոսի հետևորդների համար սաստիկ մի բան էր, սարսափելի մի բան, եւ նրանք վախեցած էին ու չէին հասկանում, թե ինչ պիտի լինի իրենց վերջը։ Հրեական զատիկն էր եւ Տեր Հիսուսին, երբ որ թաղեցին, գերեզման դրեցին, այն բոլոր արարողակարգերը, որ նախատեսված էին որևէ մարդու համար, չկատարեցին, այլ հապճեպ գերեզման դրեցին, քանի որ զատիկը մոտ էր, աշխատելը արգելված էր եւ մանավանդ այս խաչելության իրականության առաջ սարսափած թաքնվեցին առաքյալները եւ այն կանայք, որոնք որ հետևում էին Տիրոջը եւ սպասում էին գալիքին։ Այս սարսափի մթնոլորտում, վախի մթնոլորտում, երբ որ հրեական զատիկը անցավ, կանայք սիրտ են անում դուրս գալ։ Թվում է, թե տղամարդիկ պետք է ավելի համարձակ լինեին, բայց կանայք գտնվեցին ավելի համարձակ եւ դուրս եկան ու շարժվեցին դեպի գերեզման, ճանապարհին մտածելով, թե ով պիտի իրենց համար վեմը գլորի մի կողմ, որովհետև Տիրոջ գերեզմանի առաջ դրված էր մի մեծ վեմքար
Այս մտորումներով գնացին դեպի գերեզման եւ տեսան, որ քարը մի կողմ է գլորված, պահապանները, որոնք որ նախատեսված էին հսկելու Տիրոջ մարմինը ուշաթափ եղած են եւ հրեշտակները դիմավորեցին կանանց եւ ասացին երանավետ այն խոսքը, թե ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարություն է առել։ Այս լուրը կանայք շտապով գնում են վերնատուն հայտնելու առաքյալներին, բայց ավետարանիչները չեն խուսափում նշել, որ առաքյալները չհավատացին կանանց։ Ղուկաս ավետարանիչը շատ խիստ բառ է կիրառում, ասում է, որ նրանք կարծեցին, թե կանայք բարբաջում են, բայց Պետրոսը եւ Հովանեսը որոշում են, որ այնուամենայնիվ պետք է գնալ ստուգել եւ վազելով գնում են եւ Պետրոսն է համարձակվում մտնել գերեզման եւ տեսնում է, որ իրապես Տիրոջ մարմինը չկա ու չէր հասկանում, թե այդ ինչ է կատարվել։ Ավետարաններում այս դրվագները որոշակի հավելումներով, որոշակի մանրամասնություններով են նկարագրվում, ամեն ավետարանիչ իր յուրահատուկ փորձառությունն է մեզ հաղորդում եւ մենք նաեւ այդ փորձառությունից կարեւոր դրվագներ ենք գտնում Ղուկաս ավետարանչի մոտ, որը մեզ պատմում է նաեւ Էմավուսի ճամփորդների մասին։ Էմավուսը մի գյուղ էր Երուսաղեմից մոտ 10-11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող։ Այս ճամփորդները եկել էին Երուսաղեմ, Տիրոջ հետևորդներն էին, աշակերտ էին Տիրոջը եւ տեսել էին այն սարսափելի իրականությունը, որ եղել էր Երուսաղեմում խաչելությամբ, եւ ահա իրենց բոլոր հույսերը մարած, բոլոր զգացումները տապալված, հուսահատ վերադառնում են Էմավուս եւ վիճում են իրար հետ։ Այս վեճին խառնվում է երրորդ մեկը, որը Տեր Հիսուս էր հարությալ, բայց ավետարանիչն ասում է, որ նրանց համար անճանաչելի մնաց Տերը։ Եվ այս երրորդ մեկը, որ մենք գիտենք Տեր Հիսուսը, հարցնում է, ինչու եք վիճում այդպես իրար հետ։ Եվ այս ճամփորդները ասում են, դու միակ մարդն ես Երուսաղեմում, որ չգիտես, թե ինչ է եղել։ Եվ Տեր Հիսուսը ասում է, իսկ ինչ է եղել։ Եվ ճամփորդները Էմավուսի սկսում են պատմել նրան, թե ինչ եղավ, որ ունեին մի ուսուցիչ, որը մեծ մարգարե էր եւ որին իրենց իշխանավորներն ու օրենսգետները խաչեցին եւ իրենք սպասում էին, որ Տեր Հիսուս իրենց ուսուցիչը պիտի փրկեր Իսրայելը, բայց ահավասիկ արդեն որերորդ օրն է խաչված է եւ եւս կարևոր հանգամանք են նշում, ասելով, որ մեր հետ շրջող կանայցից ոմանք եկան եւ մեզ այնպիսի բաներ պատմեցին, որ անհասկանալի է թվում մեզ։ Եվ Տեր Հիսուս սկսեց նրանց դեռևս իր անձը չբացահայտած պատմել 5 տակաանյան մարգարեություններից եւ բացատրել, թե ինչպես պետք է Տիրոջ որդին Քրիստոսը գար աշխարհ, չարչարվեր, խաչվեր եւ խաչելության ճանապարհով իր հարությամբ փառքի մեջ մտներ։ Եվ այսպես շարունակաբար խոսելով նրանց հետ հասնում են Էմավուս։ Հաստորեն 10-11 կիլոմետր քայլել են եւ Տեր Հիսուս այդ ընթացքում ամեն ինչ նրանց բացատրել է եւ օրը տարաժամել էր, մութ էր, այս Էմավուսի ճամփորդները հրավիրում են Տիրոջը գիշերել իրենց հետ, ասելով, որ մութ է, տարաժամ է, մնա մեզ հետ եւ միասին հաց կուտենք։ Եվ Տեր Հիսուս համաձայնվում է նրանց հետ գիշերել, մտնել իրենց տուն, մտնում է եւ երբ որ սեղան են նստում, վերցնում է հացը եւ կիսում ու տալիս է նրանց։
Եվ այս կիսելու ժամանակ, այս ժեստից, այս շարժումից, այս ճամփորդները հասկանում են, որ Տեր Հիսուս է։ Չափազանց կարևոր հանգամանք է Ավետարանիչը նշում կտրելու հանգամանքը, հացը կտրեց Տեր Հիսուս եւ այդ կտրելու ժեստից, ձևից հասկացան, որ Տեր Հիսուս է եւ նրանց աչքերը բացվեցին, բայց Տեր Հիսուս ասում է Ավետարանիչը այլևս անհայտացավ նրանց աչքից եւ նրանք սկսեցին մտածել, թե այդ ոնց էր, որ մեր սիրտը չէր ճմլվում այդ ամբողջ ճանապարհի ընթացքում, երբ որ մեզ հետ էր, եւ ինչպես էր բացատրում խոսքը։ Եվ մենք տեսնում ենք փոփոխություն։ Ճամփորդները, որոնք որ հուսահատված էին, Երուսաղեմից դեպի Էմավուս էին գնում, այժմ բոլոր հույսերը, բոլոր սպասումներն ու բոլոր զգացումները վերականգնված վերադառնում են Երուսաղեմ առաքյալների մոտ։ Գնում են եւ հայտնում, որ տեսան Տիրոջը եւ ասում են իսկապես հարյավ Տերը եւ երևաց Սիմոնին։ Այս խոսքերը հետագայում դարձան առաջին համայնքների համար մկրտության բանաձևերից մեկը։ Երբ որ մեկը գալիս էր մկրտվելու, ասում էր, որ հարյավ Տերը եւ երևաց Սիմոնին կամ երևաց աշակերտներին, որով որ փոխանցվում էր այդ հավատքի լույսը սերնդեսերունդ եւ հասել է մինչեւ մեր օրեր։ Եվ մենք էլ այսօր խոստովանում ենք Քրիստոսին որպես Տեր եւ Աստված եւ պատմական իրականությունն ենք արձանագրում, որ հարյավ Տերը եւ ասում ենք, որ այդ հարության հույսը, հարության լույսը փոխանցվել է մեզ Սուրբ Եկեղեցու միջոցով։ Եվ ուրեմն սիրելիներ, այսօրվա խորհուրդը մեզ մղում է, որպեսզի մենք եւս աշակերտների նման այդ խոստովանությունը այսօր անենք։ Բայց մեր խոստովանությունը, որ պիտի անենք, թող չլինի ավտոմատ կատարված մի բան, այլ գիտակցված։ Ուրեմն թող մեր շուրթերը այսօր, երբ որ կհնչեցնեն Քրիստոս հարյավ իմերելոց, ճշմարտապես խորասուզվեն այդ խոսքերի մեջ, որ իրապես Տերը ճշմարտապես է խաչվել եւ ճշմարտապես է հարություն առել։ Եթե հարությունը տեղի չի ունեցել, ապա քրիստոնեությունը որևէ նոր բան չի ասում աշխարհին։ Հարությունն է, որ քրիստոնեությունը դարձնում է եզակի եւ հարության իրականությունն է, որով որ մենք ունենք փրկություն։ Տեսեք սիրելիներ, աշխարհի մարդիկ, որոնք Տիրոջ լույսը չեն ճանաչում, գուցե եւ կարծեն, թե մենք, ինչպես որ առաքյալները չհավատացին կանանց, այնպես էլ այսօր մեզ չհավատան եւ ասեն բարբաջում են, բայց սիրելիներ, մենք ունենք վստահություն։ Այդ վստահությունը ոչ միայն հիմնված է հավատքի փոխանցման վրա, այլ հենց հիմնված է ավետարաններում նկարագրվածի հիման վրա։ Առաքյալները վախեցած էին եւ փակվել էին տներում։ Երբ որ տեսան ճշմարտապես հարուցյալ Քրիստոսին, իրենց վարքը 180 աստիճանով փոխվում է։ Անհնար է պատկերացնել մի մարդու, որը վախեցած սարսափած է եւ մի պահ այդպես սկսի նահատակության նույնիսկ գնով վկայել մեկի հարության մասին, որին չի տեսել իրապես հարություն առած։ Անհնար է պատկերացնել առաջին դարի հրյա մարդու, թող ներեն մեզ մեր սիրելի կանայք, որը կհավատար կնոջ վկայությանը։ Անհնար է պատկերացնել նման բան, եթե այդ վկայությունը ճշմարիտ չլիներ։ Որովհետև հրեական ընկալումներում կնոջ վկայությունը վավերական չէր, իսկ մենք տեսնում ենք, որ ավետարանիչները բոլորը միաբերան ասում են, որ առաջին վկաները եղան կանայք, եւ կանայք հայտնեցին առաքյալներին, եւ առաքյալներն էլ չհավատացին
բայց հետո Տերը երևաց եւ ասաց եկեք եւ շոշափեք իմ վերքերը։ Մի կարծեք թե ուրվական եմ, ասում է Տերը, ուրվականները մարմին եւ ոսկոր չունեն, բայց ահավասիկ ես ունեմ, եւ որպեսի ել ավելի վստահ լինեն առաքյալները, ասում է ուտելու բան ունեք, եւ ասում են ունենք ձուկ եւ մեղրախորիսխ։ Եվ Տեր Հիսուս նրանց հետ նստում է եւ այդ ձուկն է ճաշակում, որպեսի տեսնեն, որ ինքը ճշմարտապես մարդ է եւ ոչ թե ուրվական կամ տեսիլք։ Եվ ուրեմն սիրելիներ, այսօր մենք այս իրականության առջև կանգնած պիտի խոստովանենք Տիրոջ հարության լույսը, բայց նաեւ պիտի գիտակցենք, երբ որ Սուրբ Պատարագի ընթացքում Սուրբ Գիրքն ենք խոսում, Ավետարանն ենք ընթերցում, ինչպես որ Տեր Հիսուս ճամփորդներին ամբողջ ընթացքում մեկնաբանում էր Սուրբ Գիրքը եւ հետո բաշխեց իր մարմինը հանդիսացող հացը բեկելով այն, այնպես էլ մենք այսօր այստեղ բեկելու ենք Սուրբ հացը եւ բաշխելու ենք, ուրեմն այդ ամենի մեջ տեսեք ինչպես Էվանվուսի ճամփորդներն էին տեսնում, լուսավորվեն ձեր մտքերը, որպեսզի այդ բեկումից ճանաչեք Տիրոջը։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։ Քրիստոս հարյավի մերելոց։ Քրիստոս հարյավի մերելոց։ Քրիստոս հարյավի մերելոց։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։